Մեղքը միայն գործողությունը չէ, այն կարող է լինել նաև խոսքի մեջ։ Շատերը չեն էլ գիտակցում, որ հայհոյությունը մեղք է, բայց տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Հայհոյությունը դարձել է սովորություն, բայց դրանից կարելի է ազատվել։ Ահա 3 քայլ, որոնք կօգնեն քեզ պայքարել այդ մեղքի դեմ։ Առաջին, հասկանալ, որ լեզուն զորություն ունի։ Աստվածաշունչն ասում է. մահ և կյանք լեզվի ձեռքին են։ Մեր խոսքերը կամ օրհնում են, կամ վնասում են։ Երկրորդ, հայհոյանքը փոխարինել լռությամբ կամ օրհնությամբ։ Երբ ուզում ես հայհոյել, լռիր կամ բարի խոսք ասա։ Փոփոխությունը սկսվում է փոքր ընտրություններից։ Երրորդ, աղոթել Աստծուց օգնություն խնդրելու համար։ Եթե չես կարողանում վերահսկել խոսքերդ, աղոթիր, ինչպես ասվում է Սաղմոսում. Տեր, պահիր իմ բերանը, հսկիր իմ շուրթերի դռները։ Աստված կարող է օգնել մեզ մաքուր խոսելու։ Պահքը միայն սննդից չէ, այն պետք է օգնի նաև փոխել մեր խոսքերը։ Պահքը թող սկսվի մեր խոսքերից։